Ռուսիան մայրապետարանում ներկայացնում, ինձնեք որ մենք գրեթե ամեն 3-4 ամիսը մեկ նման միջոցառումներ ունենում ենք, այսինքն մի քանի փողոցների ավարտում։ Եթե սենց ձևակերպեմ, վերջին մեկ տարվա ընթացքում սա 8-րդ փողոցն է, որ ավարտեցինք, կապիտալ վերանորոգումը։ Իսկ մենակ 2023 թվականին սա արդեն թվով 3-րդ մակապարտեզն է, որ կապիտալ վերանորոգել եւ ինքն վերջին 2 տարում 6 մակապարտեզներ են վերանորոգվել, որոնցից 3-ը ամբողջական կապիտալ։ Պարոն Արուշանյան, շարունակում են քննարկել ձեր եւ Նիկոլ Փաշինյանի այսպես հարաբերությունները, նաեւ կան քննադատություններ առ այն, որ շատերը ովքեր ձեզ հետ հույսեր էին կապում, ձեր ետևից գալիս էին, այս իրավիճակից սրտնեղել են իրապես, որովհետեւ ձեզ հարցեր ունեն ու այս ամբողջ աղմուկի մեջ չեն կարողանում նաեւ ուղղել։ Քաջան համայնքի տոնին այդ բոլոր հարցերին պատասխանել եմ, չեմ կարծում, որ ես կրկնվել եմ ճիշտ է։ Պարոն Արուշանյան, այդ տեսեք Արցախում էլ շատ ներդրումներ կատարվեցին, շատ շենք շինություններ, բայց երբ որ պետության ղեկավարը դա չի պահում, գտնվում է մի գող, որ դա տանում է։ Հիմա դուք այստեղ ահագին ներդրումներ եք կատարում, ո՞նց եք պահելու, երբ որ Թշնամին ասում է, որ միջանցք է ուզում այստեղից։ Իմ կյանքի գնա։ Իսկ այն ինչ վերաբերում է Արցախին, իհարկե շատ մեծ ցավ կա բոլորիս մեջ, որ այս պահին մենք նույնիսկ այս մթնոլորտում ենք, բայց մեր քույրերը եղբայրները շրջապատման մեջ են եւ չգիտեմ վաղը կամ մյուս օր ինչ է լինելու։ Արցախում կան շատ ուժեղ գեներալներ, որոնցից մի քանիսին անձամբ ճանաչում եմ, գիտեմ նրանց խիզախությունը, եւ ես կարծում եմ, որ պետք է առաջի պլան գան ոչ թե մարդիկ, ովքեր այսօր քննարկում կամ քվեարկում կամ չգիտեմ ինչ են անում, այլ կան մարդիկ, ովքեր կռվի փորձ ունեն եւ կարողանան մարդկանց մոտիվացնել։ Ճակատագիր այդպեսին է եւ պետք է ուրեմն մենք եւս մեկ անգամ պատերազմենք։ Թեկուզ բնության օրենքն է պատերազմներ միշտ եղել են կան եւ լինել են, ուղղակի այս այն դեպքն է, որ չի կարելի հանձնել։ Եթե մի անգամ հանձնվենք, հաջորդը կլինի Սյունիքը, Երևանը եւ մնացածը։ Մենք պետք է հասկանանք, որ դա այդ դավաճանական խոսքը, որ գոյություն ունի, որ Ղարաբաղցիները, ինչները, դրանք մեր քույրեր եղբայրներն են, մեր բոլորիս երակների նույն արյունն է հոսում, եւ մենք պարտավոր ենք Արցախի համար տալ կյանք, ոչ թե դա պետք է լինի խոսքով, այլ բոլոր մարդիկ էլ կարծում եմ նորմալ է, որ ցանկանում են այս գեղեցիկ աշխարհում ապրեն, բայց եթե ճակատագրով մեզ տրված է, որ մենք պետք է կյանք տանք Արցախի համար, ուրեմն մենք պարտավոր ենք։ Միլիոնավոր հայեր հազարամյակներ շարունակ կյանք են տվել մեր լինելության համար, մեր այսօրվա լինելության համար, մեր հայ գենետիկ կոդի համար, եւ մենք էլ պարտավոր ենք։ Այն ինչ վերաբերում է հայրենիքի ցանկացած քառակուսի մետրի համար, այո, բոլորս պարտավոր ենք կռվենք, որից եմ կրկնում, եւ Արցախում այս խնդիրը պետք է լուծեն։ Հենց իրենք զարկը տան, ես կարծում եմ Հայաստանի Հանրապետությունում շատ հայրենակիցներ կան, ովքեր ամնացորդ նվիրված են գաղափարախոսությանը եւ իրենք էլ կգան եւ կմիանան այդ ամենը։ Այսինքն Արցախի հարցի շուրջ ձեր տեսակետը չեք փոխել, անհրաժեշտության դեպքում կրկին պայքարի առաջամարտիկներից եք լինելու։ Ես չեմ ուզում տենց շատ գողքով առաջամարտիկ, որպես մի հազարավոր զինվորներից մեկն էլ ես եմ ունենալու, այո, առաջին այս վարքյան։ Մենք խոսացինք պլանների մասին, քաղաքի բարեկարգման, այսինքն չգիտեմ, միջև տարվա վերջ կամ մոտ կես տարվա մեջ ինչեր է պլանավորվում։ Դուք ճանապարհին որտեղ ես գալիս ենք այստեղ, եթե նկատել եք երկու տեղ նույնպես լայնածավալ շինարարություն են կատարվում։ Դրանից բացի ունենք եւս երկու նոր թաղամաս, որ պետք է բարեկարգեն, այսինքն արդեն եղել է մրցույթը, կան կամպանիաները, որոնք մրցույթը շահել են։ Այսպես ձևակերպեմ, մենք դրա սկզբունքն ենք որդեգրել հենց 2017 թվականից, որ գորություն ոչ մի վարքյան չպետք է շինարարություն կանեն։ Եթե դուք տեսաք այդ անձրևի տակ, որ շինարարները աշխատում են, ոչ թե այսօր տոնա քաղաքում կան մեդիադաշտի շատ մարդիկ դա դրանից կապվում, ցանկացած վարքյան կարող է գալ, գորություն շաբաթ կիրակի չկա, որովհետև շատ երկար ժամանակ են մեր
որոշ մարդիկ բաց թողել, որ քաղաքի իրավիճակը այնպեսին ասել, որ ուղղակի ժամանակ չունենք, պետք է շատ արագ աշխատենք եւ շատ աշխատենք, որպեսզի նախ մարդկանց աշխատատեղի խնդիր լուծենք, երկրորդ մենք հազարամյակների քաղաքակրթություն ունենք եւ նորմալ չի, որ այսօր հայը պետք է ապրի ինչ-որ միայն իրավիճակում որտեղ ցեխ է։ Նույնքան որ այս գյուղում որ դուք եղել եք, այդ գյուղը նույնպես չպետք է մենք տարբերենք քաղաքից եւ գյուղը պետք է գյուղացու կյանքի որակը պետք է, եթե օբյեկտիվ ասեմ, պետք է կարծիքով ավելի լավ լինի, քան որ քաղաքում են մնացել, որտեղ մարդիկ սահման են պահում եւ իրանց աշխատանքը ավելի բարդ է եւ դժվար։ Հետևաբար մենք էլ պետք է առաջնային ուղղությունը միշտ վերցնենք հենց այդ գյուղը։ Պարոն Արուշանյան, դուք ձեր խոսքում նշել եք, որ 6 միլիարդի կառավարության սուբսիդավորման աշխատանքներ են կատարվել։ Կասեք հիմնականում ինչ ենթակառուցվածքներին է։ 6 միլիարդը չեմ ասա, որ մենակ կառավարությունն արել, սուբսիդավորման համար։ Այո։ Հենց այս նույն աշխատանքները, որ դուք տեսաք, նույնպես սուբվենցիայով էր, այսինքն կան տարբերակներ, որ 50% համայնքն է, 50 կառավարությունը, կան նույն կոմպոնենտները տարբեր են։ Օրինակ մանկապարտեզինը կառավարությանը փոքր ավելի շատ է։ Կան տեղեր, որտեղ չկան տնտեսական մեծ ավելի տես կոմպոնենտներ ավելի բարձր չեն, համայնքի տոկոսն ավելի բարձր, այսինքն եւ ոչ միայն կառավարության ներդրումներն են, նաեւ կան մեր բարերարների ներդրումներ, համայնքին ամենափոքրն է, եթե ձևակերպեմ, տարբեր միջազգային գործընկերների հետ փորձում ենք ճիշտ կապեր պահել, շփման եզրերը բավականին կառուցողական են եւ մարդիկ էլ վստահում են։ Այսինքն վստահությունը այսպես է, որ դեռ չունենք մի դրվագ, որ պայմանական օրինակ բերեմ, եթե 1 կիլոմետր խողովակ են տվել, այդ 1 կիլոմետրից չի կարող պակաս ուղղակի 1 մետր լինի։ Այսինքն մարդիկ գալիս են, փորձում են, հասկանում են, ամեն բան ճիշտ է եւ հետեւաբար ավելի լուրջ գործեր եւս նախաձեռնում են։ Պարոն Արուշանյան, մեկ հստակեցում, դուք առհասարակ ձեր դիրքորոշումները փոխել եք։ Խոսքը չի վերաբերում նրան, որ դուք Փաշինյանի ձեռքը սեղմեցիք, դիմավորեցիք եւ այլն, այլ առհասարակ ձեր դիրքորոշումներում փոփոխություն կա, թե փոփոխություն չկա։ Եթե նկատի, եթե ճիշտ Որովհետեւ ներողություն եմ խնդրում, ձեզ քննադատեց նաեւ այն կուսակցության ղեկավարը, որի մաս եք կազմել դուք Վահե Հակոբյանի մասին է խոսքը, իրեն եթե հարկ կհամարեք, չնայած ասացիք արդեն խոսել եք, բայց եթե հարկ կհամարեք անդրադարձեք։ Տվյալ կուսակցությանը, որը դուք նշեցիք, որ ես ժամանակին եղել եմ այդ կուսակցության անդամ, այժմ ոչ մի կուսակցություն ավելի քան 1 տարի է, որ ես որևէ կուսակցություն չեմ սատարում, բայց նկատի ունեմ պետք չի մարդկանց անցած ուղին շատ կարճ ձևակերպեմ, դրանով սահմանափակ ենք այդ թեման։ Չեմ կարծում, որ պետք է մարդկանց անցած ուղին 1 վայրկյանում ինչ-որ դնել, քննարկել, քննադատել կամ ինչ-որ քայլեր դնել։ Իմ հայացքներում ոչինչ չի փոխվել, ես Հայաստանի Հանրապետության համար պատրաստական մարդ եմ, իմ պետության կողքին կանգնած եմ, եւ ինչ վերաբերում է իշխանությունների հետ համագործակցությանը, իշխանությունների հետ նույնիսկ եթե ես եղել եմ Կալանավայրում, համայնքապետարանը համագործակցություն ունեցել է։ Դա որևիցե կապող օղակ չունի, այդ այն ինչի համար, որ ինձ քննադատում են կամ չգիտեմ, այդ խոսակցությունները ոչ տեղին են, համայնքապետարանը, այո, հենց նույն Խնձորեսկի մասով ասեմ, այդ նույն ժամանակ ես կառավարությանը ներկայացրել եմ վարչապետին հետ, տարածքային կառավարությունն էլ, որ օրինակ նույն Խնձորես գյուղը սահմանամերձ է եւ ունի ճանապարհի խնդիր։ Գործընթացները փոքր ավելի դանդաղ են եւ նրանք զանգել են, հանձնարարել են այդ իշխանով արդեն տեղեկացած է մոտ օրերս այդ նախագիծը կդրվի տենդերի։ Հիմա այս դեպքում ես չեմ կարող իմ անձնական շահով կամ տեսակետով հայացնել ունեմ։ Սա ընդհանուր ես պատասխանատվություն կրում, պատասխանատվություն եմ կրում 30,000 բնակչի համար, հետեւաբար չի կարող լինել, որ սեղ սուբյեկտիվը ինչ որ անձնական դաշտում են հարաբերություններ ունեն, այդպեսի բան չկա։ Եվ ավելին ասեմ, այդ նույնը եթե ես տեսնայի կառավարության կողմից, որ կա սուբյեկտիվ ինչ որ ընդգծվածություն գորիսի կողմից, թե դոտացիան տալիս, թե սուբվենցիան ծրագրեր հաստատել, գոնե մի հատ դրվագ փաստ չկա։ Այսինքն եթե անձնավորված չի եղել որևիցե հարց, հետեւաբար իմ կողմից նույնպես չպետք է լինի որևիցե անձնավորված գործողություն։
Դուք կիսում եք այն տեսակետը, որ Փաշինյանի մոտ ընդդիմադիր աշխատողները փորձում են մյուս համայնքապետերին բանտարկված տեսնել ու գոռալ, որ ունենք բանտարկյալ։ Ներողություն չհասկացա։ Փաշինյանի մոտ ընդդիմադիր աշխատող կուսակցությունները ուզում են, որ որոշ համայնքապետեր բանտարկվեն ու իրենք այնտեղից Երևանից ասեն, որ քաղ բանտարկյալ ունենք։ Լավն է ձևակերպումը սկսից։ Դե ես չեմ ցանկանա մեկնաբանեմ այդ միֆ կեղծիկ ընդդիմադիր աշխատողներին, թող իրենք էլ պատասխանեն։ Ամեն դեպքում ցանկություն չունեմ իրենց մասին։ Եվ խնձորեսկում գործարանի վերաբերյալ, քանի աշխատատեղ է ապահովելու տարածաշրջանային նաև ինչ նշանակություն է ունենալու, որտեղ սահմանապահ համայնք է, մենք տեսանք, որ թշնամին բավականին մոտ է, թշնամու դիրքերը բավականին մոտ են, բայց մարդիկ ցանկանում են, որպեսզի համայնքը զարգանա։ Փառքն Աստծուն, ոչ մի սահմանամերձ գյուղից արտագաղթ չունենք, ավելին ասեմ, մարդիկ, նույնիսկ մարդիկ, ովքեր ունեն արտագնա աշխատանք, հիմա չեն բացակայում գյուղից, որովհետև կարծում են, որ հարկ եղած դեպքում պետք է լինեն գյուղում եւ պետք է կանգնեն հայրենիքի կողքին։ Գործարանը Խնձորեսկում ոչ միայն այդ գործարանն է, ավելի մեծ ծրագրեր են իրականացվում։ Հիմա այնտեղ 3-4 տարի առաջ կառուցվել է ամբողջ խմելու ջրի խնդիրն է լուծվել, ու ամբողջական չի լուծվել, մոտ 80%, բայց փաստ է, որ լուծվել է 80%-ով։ Հիմա ամբողջական աշխատում ենք ռոռոկման համակարգի վրա, որովհետև այն մեր պատկերացումները հետևյալն են, որ գյուղում այն ինչ խնդիրներ, որ գոյություն ունեն, գյուղացին ինչ խնդիր բարձրաձայնում է, համայնքապետարանը եւ պետությունը պարտավոր են այդ խնդիրները լուծեն։ Եվ այդ ռոռոկման համակարգերը շուտով կարդենք ավարտենք։ Ներողություն բառը չգիտեմ, դամբան հայերեն ոնց են ասում, որ այդ ջրամբարների կառուցման հիմա ծրագրեր ունենք Խնձորես գյուղում եւ ոչ միայն Խնձորես գյուղում, մեր բոլոր 9 խոշորացված բնակավայրերում էլ նման ծրագրեր ունեն։ Այսինքն խնդիրը այսպես է, իմ պատկերացմամբ, մեր թիմի պատկերացմամբ մենք չպետք է սպասենք, որ գյուղում մարդը տենց ինքը ինքնահոս իր կյանքով ապրի, ինչքանով կարող է այդքան ստեղծի։ Ոչ մենք պետք է մոտիվացնենք, մենք պետք է նոր պայմաններ ստեղծենք, մենք պետք է ինքներս իրենց կողքին կանգնենք, իրենց հետ չարչարվենք, որպեսզի գյուղացին ավելի լավ ապրի, ավելի հարուստ ապրի եւ քաղաքներում էլ չեմ ուզում կոնկրետ մասնավորեցնել Երևանում, պայմանական Գյումրիում, թեկուզ Գյումրիում պետք է նկատի ունենա կամ նույն Գորիսում պետք է նկատի ունենա, որ մեր գյուղերում արտադրված արտադրանքը պետք է հենց իրենք գնեն, որպեսզի արտադրողները, գյուղացիները ռեալիզացման խնդիր չունենան առհասարակ։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։